Բարև ձեզ հարազատներս, քանի որ էկոնում հանգստանում եմ, ուզում եմ բացատրել ինչու եմ էկոնում հանգստանում, որովհետև հեսա սկսվելու են բացատրությունները որոշ մարդկանց կողմից, թե ինչի է տենց ասում, անկարծ չգիտեմ ինչ հետին մտքեր ունի, որ տենց բաներ ասում, իբր ես գումար չեմ աշխատում եւ այլն, ուզում եմ դա բացատրել, հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի 11 ամիս է ինչ աշխատում եմ Հայաստանում, միշտ չի, որ ես այսպես եմ ապրելուց եղել, շատ երկար տարիներ, շատ շվայտ կյանքով ապրելուց եմ եղել, սկսեմ նրանից, որ շատ ուշ եմ սկսել գումար վաստակել, 29 տարեկանից, մոտավորապես բժիշկները երևի ուշ են, որովհետև ահագին երկար սովորում ենք, 11 տարի միայն սովորել եմ, հետո որ սկսել եմ գումար աշխատել, սկզբից չէ շատ էկոնում էի ծախսերս անում, որովհետև հիշում եմ, որ 27,000 ռուբլի էի ստանում, երևի 2005 թվականը մոտավորապես կարող է սխալվում իմ թվերը, այդ 27,000 ռուբլի էի ստանում, այդ 27,000 ռուբլով ես կարողանում էի համ Ամերիկայի Միացյալ Նահանգների տոմսերը գնալ այնտեղ քննությունները հանձնել, համ գրքեր առնել, որ պատրաստվեմ, ինչը շատ թանկարժեք էին եւ այլն, բայց հետո արդեն սկսում եմ շատ շվայտ կյանքով ապրել, որտեղ ուզեմ գնամ հանգստանամ, ինչ ուզեմ հագնեմ եւ այլն, ու դա երևի մոտավորապես մի 10 տարի էլ այդպես եմ ապրում, այդ տարիներից ինչն է մնացել, որ ծնողներիս էլ եմ տարել հետս որոշ երկրներ հանգստանալու, Վիեն, Բարսելոնա, Եգիպտոս, Իսրայել, Դուբայ եւ այլն, միակ բանը, որ մնացել է այդ շվայտ կյանքից, որովհետեւ այլ բան չի մնացել, հետո սկսում եմ տարբեր կոուչներ լսել, հետևել 1-2 ու հասկանում եմ, որ ինչ-որ մի բան պետք է փոխել, այդ տարիներին ես համարյա 40 տարեկան եւ 38 տարեկան էի, դեռ ծնողներիս հետ էի ապրում, ոչ տուն ունեի, ոչ մի բան, ուղղակի այդ երբ որ տուն ես ունենում, քնելու տեղ ես ունենում եւ ուտելիք ես ունենում, շատ հեշտ է շվայտ կյանքով ապրելը, հետո սկսեցի քիչ-քիչ լսել այդ կոուչներին, սկզբից մի հավելված հեռախոսის մեջ ներբեռնեցի, որտեղ բոլոր ծախսերս գրում էի, երևի հետո սկսեցի իրենց խորհրդով մտածել, որ ինձ այդ գումարը ավելի շատ պետք թե հագուստ վաճառողի, թե օդանավեր պահողի, թե հոթելներ կառուցողի եւ այլն, ու քիչ-քիչ քչացրեցի ծախսերս, ահագին քչացրեցի եւ դրա հետևանքով բնակարան ունեցա Մոսկվայում, վերանորոգեցի այդ բնակարանը, հետո եկա Երևանի մեր բնակարանը վերանորոգեցի, հետո Երևանի աշխատանքով, Հայաստանի աշխատանքով արդեն Սևանի բնակարանը վերանորոգեցի եւ այլն։ Ու սա այդ դրա հետևանքն է, եթե ուզում եք ինչ-որ մի բան ունենաք, ու այնպես չի, որ ես գումար չունեմ լավ տեղ գնալու, հանգստանալու, ես միշտ եմ գումար աշխատում, 4 տեղ աշխատում եմ, ոնց լինի հանգստանալու օրակարայի ծախսեի, բայց սովորություն է դառնում ու այսօր հետաքրքիր է, որ պատարագից դուրս եմ եկել, ու ասում եմ դրա 3 օր այսպես էկոնում 3 գիշեր եմ այստեղ մնալու, ասում եմ էկոնում կմնամ, այ բայց պատարագի օրը, որ դուրս գամ պատարագից, դե անոթ ենք գնում պատարագի, դուրս կգամ տեսած տեղ իմ սիրած սրճարաններից Ծաղկաձորում էլ կա, ասեցի այ պատարագից դուրս կգամ, գնամ այնտեղ նստեմ, սուրճի եւ այլն խմորեղեն, ու էդ էլ չարեցի։ Ոչ թե որ չունեմ, չարեցի, այ արդեն սովորություն է, կարիքն էլ չունես տենց բաների։ Եկա տուն, եկա հյուրանոց, արդեն հյուրանոցում մեր խոհարարն էլ է շատ լավ։ Հուսամ սա այսքան օգտակար էր, բայց մի հետաքրքիր բան էլ ասեմ, համալսարանի ուսանողներն էլ են այստեղ։ Ամիջալուս ես հյուրանոցս համալսարանում, ընկերուհիս համալսարանում է աշխատում ինքն է կազմակերպել, որ ես այստեղ գամ։ Ու ահագին համալսարանից ուսանողներ կան մի չտեսնված երեխեք, մի չտեսնված, սա մարդ պիտի տեսնա, որ բոլորս պիտի իրանց համար աղոթենք, չգիտեմ, իրար հանդեպ շատ հոգատար, շատ բնական տեսքով, շատ գեղեցիկ, սա հարստություն է։ Մեծ հույսերով կհանդիպենք նորից բարի օր բոլորիդ։